Բարերեկո սիրելի ժողովուրդ, հույսով եմ լավ եք, կրկին ես եմ Արտուրը ձեզ հետ։ Այսօր կփորձեմ 4 կարևորագույն թեմաների մասին խոսել։ Լրիվ տեսանյութը տեղադրված կլինի իմ YouTube-յան ալիքում, իսկ մինչ ես սկսեմ, խնդրում եմ լայքել, տարածել, Եվ իհարկե կրեք ձեր տեսակետները, բայց խնդրեմ կորեկտ, որովհետև եթե անկորեկտ ինչ-որ կրառում կեղնի, մի անգամից կչնջվի ու չի մնա, տարիքով մարդիկ մնան բես բան կգրեն, որ գլուխը պիզբիզնում, չգիտեմ, ինչ կկատարվի ժողովուրդ ձեզ հետ չեմ հասկանում։ Իհարկե ժողովրդի մոտը կա այսպեսի մի տպավորություն կամ կարծիք կամ ցանկություն, դու պետք է անես կամ նիկոլական, կամ հագանիկոլական։ Դու կամ պետք է անես նախնիներին դեմ, կամ ներկաներին դեմ։ Դու պետք է անես կամ այլակարծիքությունը չի ընդունվում։ Չի ընդունվում այն նոր գաղափարն հետևյալն է, որ ամենակարևոր բանը մեր պետության զարգացումն է։ Ոչ փողը, ոչ մյուսը, պետության զարգացումն է։ Սա է ամենակարևոր խնդիրը։ Բերեք այսօր խոսենք, քննարկենք պետություն, մարզ համայնք հարաբերությունները, Արսեն Թորոսյանի վերջի հայտարարությունները, եւ դիմեք եւս մեկ անգամ էկոնոմիկայի նախարարին պարոն Գևորգ Բաբոյանին առաջարկով Եվ չորրորդը խոսենք Գյումրու ընտրությունների մասին, թե անձամբ ես ինչ եմ ակնկալում նորանշանակ նորանդիր ընտրված Գյումրու համայնքապետ պարոն Վարդան Ղուկասյանից։ Տեսեք, շատ կարևոր մի հարց կա, որ մենք մինչև մեր երբևիցե չենք քննարկել։ Պետության մեջի այդ ստրուկտուրային հարաբերությունների կարգավիճակը։ Այսինքն պետություն, մարզ, համայնք։ Համայնքը չի կարող զարգանալ, եթե չի զարգանում մարզը։ Մարզի եւ համայնքի զարգացումը պետք է բերի ամբողջ պետության զարգացումը։ Իմ Հայաստան գալուս առաջի օրերից ես միշտ պնդել եմ, որ պետք է Գյումրին ընդունվի որպես լոկոմոտիվ Հայաստանի զարգացմանը եւ Գյումրին պետք է լինի որպես քարշագը։ Ինչու՞, որովհետեւ Գյումրիում շանսերն ավելի մեծ են եւ Գյումրին ցանկացած պարագայում այս լարված մթնոլորտում Ադրբեջանի հետ ինք ավելի շատ թիգունքի տեր է տանում։ Իսկ երբ որ թիգունքը ուժեղ է, ուրեմն առաջնակիցը նույնպես կարող է լինել ուժեղ, կարող է չէ, պարտավոր է լինել ուժեղ։ Սա շատ կարևոր սկզբունք է, որից եթե մենք կպայենք ու կզարգացնենք, դա շատ լավ է։ Երկրորդը ինչու՞մ է դա կարևոր Գյումրին ընդունել որպես էքսպերիմենտալի շրջանային նույնպես քաղաք ավելի հեշտ է կիրառել օրենքները, նախագծերը փոքր քաղաքում, դրանք հասցնել իդեալականի, նոր ռետրանսլյացիան մյուսերի վրա։ Երբ որ Գյումրիում ընտրությունները ես բարձրաձայնեցի 12 հարց տեսանյութը կա եւ խնդրեցի, որպեսզի համայնքապետի տեխնատուները 9 հոգին այդ հարցերին պատասխանեին։ Եվ այնտեղ մի հատ հարց կար, թե Գյումրին իր զարգացումով կողքի գյուղերի, հարակից քաղաքների, քանի որ Գյումրին մարզ կենտրոն է, մարզի մյուս քաղաքների զարգացմանը ինչ ծրագրեր ունեք։ Գյումրին չի կարող միաժամանակ զարգանալ, այսինքն Գյումրին իր զարգացումով նաև պետք է զարգացնի մյուս քաղաքներին Արտիկ, Մարալիկ, Աշոց, գյուղերը հարակից, սա կարևոր է ժողովուրդ։ Այո, իհարկե գյումրեցիք հիմա կասեն տոլկային այ մարդ մի ամեն զարգանանք նորմաս մասին մտածենք, չէ ժողովուրդ առանց դրա չի։ Եվ այսօր որ իշխանության եւ համայնքի հարաբերությունները այսպես լարված են, սա դրական չի կարող անդրադառնալ համայնքի զարգացմանը։
Այդ իսկ պատճառով պետք է իրանք ավելի հանձինս պարոն Վարդան Գուլյասյանն ավելի տարիքով է երևի թե ճանապարհներ գտնի կառավարության հետ աշխատելու ընթացքում կտեսնենք եւ խոսանք սրա մասին, բայց սա շատ կարեւոր է։ Օրինակ տեսեք, ես բազմից եմ ասել եւս նորից կկրկնվեմ, այն հարցերը, որ անմիջավ կան հասնում է Նիկոլ Փաշինյանին, անմիջապես լուծում են ստանում։ Կլինի դա ջրային խնդիր, դա կլինի, չգիտեմ, գյուղի ասֆալտապատում, ինչ որ շինարարություն, դպրոց, այս միանգամից լուծում կստանան։ Սա լավ է թե վատ։ Մի կողմից որ նայեք լավ է, որովհետև այս դեպքում վարչապետը ցույց կտա, որ կաշխատի։ Բայց մյուս կողմից վատ է։ Վատ է, որովհետև համայնքային մարզային ինստիտուտները լավ չեն աշխատում այս դեպքում։ Եվ կապը, որը պարտավոր են ինստիտուտներն ապահովել, այսինքն համայնքապետարան, մարզպետարան եւ կառավարություն, սա ստիպված է վարչապետը ինքը կառավարել։ Եվ ասեմ ճշմարիտ ձեզի, որ ամենամեծ խնդիրն որ ունի Վարդան Գուլյասյանը, Նիկոլ Փաշինյանը, դա կադրերն են։ Չնայած Վարդան Գուլյասյանն շնորհք ունեն այդ խնդիրը։ Կադրային քաղաքականությունն է ամենապարզը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը կփորձե կադր վերցնել իր կողք բոլորից, իր թիմից, իրան ծառայողներից, իրան հաջողացողներից, սա շատ սխալ է։ Այն մարդկանց, ովքեր գաղափար ունին, կարող են բան փոխել այս պետության մեջ, Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Վախենում է, կողմնորոշված չեն, կամ նախկինում ընդդիմադիր են եղել, կամ նախկիններից են, բայց դե որ հայ ազգը չունենա այս տարբերակումը։ Չնայած այն ինչ կկատարվի մեր ազգային ժողովում կամ Երևանի ավագանում, հաստատ որ մենք հայերս իրար չենք սիրել, որովհետև եթե մեր բանը ազգային ժողովն է, որտեղ որ բդի ազգի այսպես կարկառուն դեմքեր նեղնին, էլի դա չսեմ, այնտեղ իրար գքրվեն, իրար գծեծեն, այդ խուլիգանական մթնոլորտում չի կարող նորմալ բաներ։ Ինչևէ, ես խորհուրդ կուտայի Նիկոլ Փաշինյանին ավելի շատ ուշադրություն դարձնել նախ իր թիմից, սկսել ձերբազատվել այդ մեջմեջողներից, ուսապարգերից եւ ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկանց, ովքեր որ կան կողքից եւ կփորձեն կան լիքը մարդիկ կան։ Ես շատ լուրջ խնդիր ունեմ հասկանալու, թե ինչպես են մարզպետարաններում պաշտոններ զբաղեցնում մարդիկ, մարզպետ, փոխմարզպետ, ոչմ լոկ նրա համար մարզպետին բարև են տվել, ծերը սխմել են, ես այդ մարդը պաշտոնի է, բայց պաշտոնից բխող բարդականությունները, ու այդ մարդիկ քիչ իրարի չդերվեն։ Լավ, բերեք դրան չանդրադառնամ, հիմա հետագայում խոսենք։ Այսինքն Տերոսյանը ազգային ժողովում արտահայտություն era, որ Հայաստանը դեմոգրաֆիկ մեծ խնդիր ունի եւ Հայաստանին շատ արագ կերպով պետք է ներկախտաբավել, որպեսզի երկիրը ծաղկի ու զարգանա։ Այն որ Հայաստանն ունի դեմոգրաֆիկ խնդիր, դա փաստ է, դրա մասին շատ եմ խոսել։ Այն որ Հայաստանը դրա լուծման ճանապարհները պետք է գտնի, դա էլ է փաստ։ Բայց արդյոք ներկախտն է ու ոչ հայ, ինչպես Արսեն Թորոսյանը նշեց, պետք է կան մարդիկ այլ ազգի եւ մենք պետք է սովորենք նրանց հետ ապրել։ Պարոն Թորոսյան, այստեղ փորձեմ հակադարձել ամենայն արգանքով, ձեր միտքը շատ լավն է, բայց մի փոքր թերի է, հակադարձեմ, որ քանի որ մեր երկիրն է, մեր տունն է, գալացողը պետք է փորձե մեզ հետ համարվի, մեզ հետ ապրի, մեր պարկերին ու կուլտուրային սովորույթներին սորվի եւ ապրի, սա ամենաճիշտն է։ Եվ դուք այնտեղ բերում եք, որ մենք մոնոազգ ենք, չգիտեմ ես, մենք ունենք շատ լավ փորձ սերտ ապրելու, գոյատևելու, բարեկամություն անելու եզդի ազգի հետ, ասորիների հետ, նույն ռուսների հետ, то есть ցանկացած ազգ, ով մեզ հետ Հայաստանում կապրի, ինքը մեր մեջ կա, մեր հետ է, եւ մենք շատ ժամանակ տարբերություն չենք տնում մեր եւ իրենց մեջ։
Ես օրինակ եզդի ազգի մեջ եւ հայի մեջ տարբերություն չեմ տնում, շատ ժամանակ եկան անմիջական եմ, որ իրանք եզդիները գներել են տախպեր, բայց մենք հայ չենք, մենք եզդի ենք, դες մենք ունենք այդ փորձը, բայց պարոն Թորոսյան, դուք օգտագործելով ազգային ժողովի ամբիոնն ավելի գլոբալ խնդիրներից պիտի խոսայիք, ավելի շատ պիտի խոսայիք ինչ խենենք, որ Հայաստանում ծնված մեծածածը Հայաստանը չլեկե չկնա, ինչպես անենք, որ Հայաստանում ծնված մեծածածի կոմֆորտ զոնան ապահովենք, որպեսզի այդ երեխան չգնա այլևս Հայաստանից, ինչպես անենք, որ երեխայի ծնողը չլեկի Հայաստանը չգնա, երեխեքին չառնի տանի, սիկ է կարևոր խնդիրը, պարոն Թորոսյան, մենք աճի հետ այդքան մեծ խնդիր չունենք, ինչքան որ արդակախտի հետ ունենք խնդիր, այս հանգամանքին անդրադարձեք նրան, որ 4-րդ երեխայից հետո պետությունը պետք է բնակարան տա, չգիտեմ, մեքենա տա, հազար մի խնդիր ունեն այս մարդիկ։ Անդրադարձեք եմ հանգամանքին, որ երեխայի մանկությունը պետք է լինի անվճար, բժշկություն, դպրոց, մանկապարտեզ։ Սրան անդրադարձեք։ Անդրադարձեք նրան, որ պետք է հակ հումար տանք, ցանկացած երեխա ունեցող ընտանիքներին ամսական X թիվ պետք է վճարվի։ Որպեսզի երեխա ունեցող ընտանիքը չմտածի, թե վաղը ոնց է հաց առնել։ Ես ընտանիք գիտեմ, 5 երեխա ունի։ Հայրը զինվորական է, մայրը չի աշխատում։ Ժամանակը չի ներիքի։ Բայց հայրը քանի որ 170,000 ինչքան աշխատավարձ կստանա, ընտանիքը ապահով է եւ նա բաստերու չէ։ Սրա մասին խոսեք, որ այս մարդիկ ավելի շատանան, ծնելությունն ավելացնում։ Այո, խնդիր ունենք այլ ազգերի ներգաղթ ապահովելու, խնդիր ունենք կանանց բերելու, որպեսզի հայ նոր տիպի հայեր ծնվեն, փոքր այրան փոփոխություն կատարել, մենք ունենք խնդիր այրան հետ կապված։ Մենք են հայերի մեջ այսօր հիվանդ երեխաները, գենետիկ հիվանդ երեխաները, որոնք մոնոազգ լինելու պատճառով են։ Սրա մասին պետք է մտածենք։ Այլ ոչ թե այսօր բռնենք հապչեպ իշխոր սիրեք կտեր կառավարությունն ներգաղթ ապահովենք, ինտելեկտուալ ոչ հարուստ ինչ-որ խավի բերենք, հա, հնդիկ կեղնի ոչ մի դեպքում ազգությանը չեմ ուզում վիրավորած եղնիմ, հա։ Բայց ինտելեկտով հարուստ մարդ, IQ-ն բարձր մարդը, այդ մարդը կերտա կոմֆորտ պետություն ապրելու, կոմֆորտ զոնա ունեցող պետություն կերտա։ Դուք Հայաստանում գաղթյալի համար կոմֆորտ զոնա ունիք։ Կան այդիշտի գրուս եկան, մնացին քանյադն են մնացել, քանյադն են փախել։ Այս խնդիրները բարձրացան են։ Եթե չգիտեք, արեք, խնդրեմ, ես ձեզ հետ կկիսվեմ։ Ես գորոշ չեմ, ժլատ չեմ, միտքը կա, որ տամ ձեզ։ Կուզենամ նաև այս ամեն ինչի մեջ դիմեմ պարոն Գևորգ Բաբոյանին։ Պարոն Գևորգ Բաբոյան, շատ կարևոր մի հատ խնդիր կուզեմ բարձրացնեմ, նախորդ տեսանյութից ինչքան հասկացա, չպատասխանեցիք, կսպասենք ուրեմն գործողությունների, բայց կա խնդիր եւս մեկ։ Հայաստանում շատ բարձր է գործազրկության մակարդակը, բայց մարդիկ ունեն աշխատանք։ Հիմա քանի որ երկիրը գնում է թվայնացման, то есть ձեր համար թվայնացումը դիք հայ դարագիրն է մյուս, այս մարդիկ վաղը խնդիր են ունենալու։ Մարդկանց մոտ հասարակ մարդ է, տորտ սարքող է, չգիտեմ, մեքենա սարքող է, մյուս, որը շատ փոքր գումար կաշխատի, բայց վաղը կարող է խնդիր ունենալ։ Վաղը կարող է տուն գնելուց գումարի ծագման աղբյուր հարցնեն, վաղը կարող է ինչ-որ խնդիր եղնի ծագման աղբյուր հարցնեն։ Մարդկանց գումարի օրինականացում է պետք, օրինական ճանապարհ է պետք։ Ամբողջ աշխարհը սրա լուծումը գտել է, պարոն Գևորգ Բաբոյան։ Այսպեսի մի հասկացող, այսինքն մենք ունենք անհատ ձեռներեց, անհատ ձեռնարկատեր կանտեղ, ունենք ՍՊ-ներ, ՓԲ-ներ, բայց աշխարհն այսօր ունի
անատ ձեռնարկատեր չէ, ինքնազբաղվածի կարգավիճակ, որոնց տոկոսադրույքը 4-ից 5%, երբ որ կաշխատին անադի հետ 4% պետության հարկ կուտան, երբ որ կաշխատին իրավաբանական անձը 6% հարկ կուտան։ Շատ կարևոր է, բայց սրա համար նախ պետք է ունենանք այդ ստատուսը, երկրորդը պետք է ունենանք ծրագիրը, հեռախոսի մեջ հա ծրագիր, որը ուղղակի այնտեղ տրամարգային կտրոն ցույց կրել մյուս ինչ որ խնդիրները լուծել։ Խնդրեմ ուսումնասիրեք այս հարցը եւ իհարկե սա շատ կարեւոր է, հանձնես Գյումրիի համար շատ կարեւոր է։ Եթե ես ձեզ անձամբ խոստանում եմ, դուք սա անեք եւ մենք ստանանք այդ ստատուսը, առնվազն 40,000 աշխատատեղ միայն Գյումրիում ես կապահովեմ։ Նո, Գյումրի ասելով նկատի ունեմ Շիրակի մարզը։ Որովհետև այդ դեպքում մարդկանց ավելի հեշտ կլինի Viber-ով առևտուր անել, այդ դեպքում մարդկանց թեկուզ գյուղացուն ավելի հեշտ կլինի խանութների հիմնական ինքնազբաղվածի այդ ստատուսի առավելությունը նրա մեջ է, որ հաշվապահություն չկա, հաշվետվություն չկա, այս խնդիրները չկան դեռ։ Վճարեց, կրանց որ վճարել են 10,000 դրամ, 400 դրամ հարգը կոյացավ, ինքը քարտով գմուծը։ Եվ ես վերջերս մի հատ տեսանյութ տեսա, որտեղ որ ասին, որ քարտային առևտուրը շատացել է, բայց պարոն Պապոյան, սա մի քիչ ձերը չի, սա ավելի ճիշտ կենտրոնական բանկի նախագահին պետք է դիմենք, որը չունենք ըստ երևույթին, բանկային համակարգը ահա որ վատ վիճակում է, անճկուն է։ Եթե բանկային համակարգը լիներ ճկուն եւ ավելի կայուն, մենք ունենայինք թվային առևտուր ավելի շատ, ավելի մեծ քանակությամբ։ Մարդիկ վստահություն չունեն այսօր քարտային առևտրի հետ։ Նախ տոկոսն շատ բարձր։ Մենք այսօր անգամ սիգարետ խանութից քարտով շատ դեպքերում չեմ կարող առնել, որտեղ վաճառողները ասեն, որ ձեր չի տա 6% եկամուտ ունենք մեջը։ Ձեր չի տա եղբայր 10% ընդեղ կտանի, սիկ կտանի, քարտայինը կտանի 3%, մարդկանց պրոստը ձեր չի տա։ Եվ ստվերի շատացման վտանգ ունենք այսօր։ Դրա համար ավելի շատ էս QR կոդեր, բաներ, ավելի այս նոր տեխնոլոգիաների ներդրում ավելի մեծ նշանակություն ունի։ Ես պատրաստ եմ եւ բաց եմ ցանկացած պայես հարցերը ձերդ քննարկելու։ Ինչպես ձերդ եւ կենտրոնական բանկի նախագահը, տարածքային կառավարման նախարարությունը։ Սա շատ լուրջ խնդիր է, բանկային համակարգ այսօր Հայաստանում շատ վատ վիճակում է։ Ըստ կարելի օրերով, ժամերով խոսալ, մենք բանկեր չունենք, մենք ունենք աշխարհուներ, մենք ունենք ինչ է տոկոսով փոխտվող պես լոմբարդներ։ Եվ որ նույնպես խնդիրով կաշխատի։ Մարդ ոսկին կգրավադրե $100, բանկը կգնա դե $100, իր ռիսկային գրավականները դուրս տալով կուտա $70, մարդը չի կարող վճարել, ոսկին կծախեն $50, $20 համար մարդուն նորից կմտնեն սև ցուցակ։ Դա էլ է խնդիր։ Ինչպես կուզեք դուք ներկախտ ապահովեք, բիզնեսի աճ ապահովեք, այս համակարգերն ունենալով բանկային թերի համակարգ ու չգիտեմ, սա շատ լուրջ խնդիր է։ Հասարակ բան, եթե ես ուզում եմ կանխիկ գումարս ներբեռնեմ բանկային քարտի մեջ, ես պետք է հիմա կամ գնամ տեքսելով ու իզի վալետով 400 դրամ վճարեմ գումարը ներբեռնեմ իմ քարտից, որպեսզի անկախիկ գործարք կատարեմ, կամ պետք է հասնեմ բանկի կենտրոնական մասնաճյուղ։ Ինչու բան չկա բանկերի դեմը տրված, որպեսզի ամեն քաղում ունենան բանկոմատ տեղադրված, բանկոմատ ունենա դրամի ընդունման հնարավորություն, բախրում կեղնիկ չէ, Եվրոպա, Ռուսաստան, չգիտեմ, սաղ տեղերը արդեն նորմա է։ Այս տեքսել, մեքսել 100 տարի չկա ոչ միտեղ ժողովուրդ։ Ամուտ է պրոստ։ Որ Աֆրիկյան պետություն է ենք։ Սա էլ այսպես։ Եվ կուզենամ անդրադառնամ պարոն Վարդան Ղուկասյանին անդրադառնալ ասելով
ուզեմ մեկնաբանեմ, թե ինչ սպասելիքներ ունեմ ես մեր նոր համայնքապետից, քանի որ շատ են ինձ դիմումները, կրառումները, անձնական շփումների ժամանակ տեսնենք Վարդանի հետ պետք է կռվից, չկռվից, տեսնենք Վարդանն ինչ կենե, Վարդանն ինչ պետք է կրնա, չի կրնա։ Ուրեմն ես 9 տեխնատուներից իհարկե կսպասեի, որպեսզի լսեի ծրագիր, բայց չլսեցի։ Եղան հայտարարություններ, որ աշխատատեղեր, туриզմի զարգացում, չգիտեմ, ինչ ասեմ, վերացական ուղղակի ցավոտ կողմերին կմնելով։ Այո, ես կուզենամ, որ ոչ թե կուզենամ, այն ինչ ես գիտեմ, ես պատրաստ եմ ներդնելու քաղաքին, պատրաստ եմ տալու, դա խնդիր չի։ Չկա քաղաք խնդիր, որը լուծում չունենա։ Կարևորագույն խնդիրներն ինչ են։ Մենք ունենք 2500 հոգի ընտանիք, որոնք մինչև մի տնագներում են։ Գիտեք, ինձ ընդհանրապես չի դարկրում, վաճառել են հետ են գնացել, աջող ընտանիք է, տնագը կա, մեջը մարդ կա, հիմա բերեք ինվենտարիզացիա անենք, հասկանանք ով կա, իրականում կա, վարձով է, թեկուզ վարձովն էլ է մերն է, տարբերություն չկա, բերեք նա դա մեզ խնդրից վերջանանք։ Ճանապարհը կա, թվով 5-ից 10,000 բնակարան շինել առանց կառավարության միջնորդության։ Կա այս ծրագիր, այո կա։ Կարող ենք իրագործել, այո կարող ենք։ Իհարկե կառավարության հետ մի փոքր խնդիր կունենանք լուծելու, դա ես խոսք եմ տալիս, որ ինքս կկազմակերպեմ։ Ինչ խնդիր որ կախված կեղնի ծրագրի եւ կառավարության մեջ, ես արդեն խոսք եմ տալիս, որ այդ խնդիրներն ես կկարգավորեմ։ Երկրորդ շատ կարևոր խնդիրը Գյումրիում շների հարցն է։ Շների հարցը, ինչպես փորձեց Սարիկ Մինասյանը լուծել սատկծնելով, չգիտեմ, վերացնելով, չի լուծվի ժողովուրդ, անհնարին է։ Բայց կարելի է քաղաքատիր ձևով լուծել, իհարկե 5 տարվա ճանապարհային քարտեզ ունենալով։ Այս ինչ ես խոսամ ժողովուրդի սա ճանապարհային քարտեզ ունեցող ծրագրեր են։ Իսկ մի օրվան ծրագիր չէ, մեծ անվամ չէ, սա ճանապարհային քարտեզ ունի։ Ես մենք կծենք կոր 5 տարի հետո Գյումրին կունենա նոր 10,000 բնակարան, ուրդից կունենա, ստից կունենա, միջոցներն ուրդից կգա, ստից կձևավորվին։ Ով է սրա գարանտը, այս կազմակերպությունն է, կառավարությունը ինչ կանցնի, սիկ կանցնի, դες կա ճանապարհային քարտեզ։ Եվ այս քարտեզը ներկայացնելու դեպքում, եթե մարզպետը, վարչապետը կամ քաղաքապետը որևիցե մեկը կփորձեն խոչընդոտ հանդիսանալ այս երանգյունու մեջ, այդ դեպքում այդ մարդուն արդեն կոնկրետ կփաստվի, որ եղբայր, մենք կուզենք այս մարդկանց տանք 10,000 ընտանիքի անվճար, 5,000 ընտանիքի անվճար բնակարան, բայց այս մարդիկ խանգարեն կմեզի։ Ոչ մեկ ապուշ չէ, որ տեսնելով, որ կա ծրագիր, որը հես բերեք ամեն ինչ, դրա խոչընդոտ կայնի ունենա պրոբլեմ։ Կներեք, այն նախընտրական ընթացքում որ քսեն գործարաններ պիտի կառուցվի, կուկան, չգիտեմ, գործարաններ, ես չեմ ուզես որ որևիցե տեխնատու սուդես է, բայց իրականացվող ծրագիր չէ։ Նախորդ կսեմ, որպեսզի հետագայում չսեք չստացվավ։ Աշխարհում վերացել են խոշոր միանավակ ինվեստորները։ Չկան։ Դա աբսուրդ հասկացողություն է մնացել։ Ով եթե արտադրություն ունի դրված արդեն կարտադրե, ինքը ունի արտադրություն։ Հայաստանը ոչ կա ռեսուրս ունի, ոչ մարդկային ռեսուրս ունի, որպեսզի կարողանա մրցել Չինաստանի հետ, Պարսկաստանի, Հնդկաստանի հետ։ Յուրաքանչյուր գործարան խոշոր բացողը ինքը կմտածի, թե ինչը պետք է տեղից փող աշխատի։ Այսինքն Հայաստանում այսօր գործարան բացողը ինքը շուկա պետք է ունենա։ Հայաստանի շուկան շատ փոքր է գործարան բացելու համար։ Այսինքն մենք պետք է աշխատենք շուկաներ ձևավորելու։
Իսկ քանի մենք չունենք շուկա ձևավորած այլ երկրների հետ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, ԵԱՏՄ-ի շուկայից չենք օգտվի։ Մինչև չունենանք շուկաներ ձևավորած, որևիցե մեկը Գյումրիում գործարան կառուցել, մոռացեք ժողովուրդ։ Նախորդ քսեմ որ հետո չսեք թե վայ, ես ինչ եղավ, ինչպես եղավ։ Նախորդ քսեմ ժողովուրդ, անհնարին բանկ խոսակ, որ խոշոր գործարան կառուցվի։ Նախ դրա համար հող չունիք, տարածք չունիք, կոմբինատ 4 հեկտար տարածք ունիք, որը ոչ ճանապարհ ունի, ոչ լույս ունի, ոչ գազ ունի, ոչ կոմունալ կանալիզացիա ջուր։ Բայց խոսալ ներդրումներից խոշոր չի եղնի ժողովուրդ։ Այ փոքր գործունեությունը, փոքր եւ միջինը զարգացնել խնդիր չունենք։ Ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ մարզում կարելի է զարգացնել, բայց նախորդ ասեցի, երբ որ կարողանանք կառավարության հետ հասնենք այն պայմանավորվածության, որ էքսպերիմենտալի մտցնեն ինքնաց զբաղվածի կարգավիճակը եւ կարողանանք դրան հասնել։ Այո, սա ամենակարևոր եւ կարճ ճանապարհն է։ Որ մարդը կարողանա մի հատ կարի մեքենա տունը տնե եւ չգիտեմ, մայկա կարը իր համար։ Մյուսը կարողանա տունը մայկի մատերիալը ձևե։ Երրորդը այդ մայքեքը փաթեթավոր է եւ 14-ին, որը կզբաղվի դրա վաճառքով վայբերեսով։ Ամեն մեկը աշխատին իր պրոֆեսիոնալ սկզբունքներով։ Որովհետեւ մի հոգում ապահովելը կարի մեքենայով կամ խնդիր լուծել ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը։ Դες պատկերացրեք, դուք պետք է միլիարդը ծախսեք, որ գործարան կառուցեք, որ այդ կարի մեքենաները շարեք մեջը։ Այս միլիարդը կտրամադրեն կարի մեքենաներ առնելու։ Սա պրոդուկտ է, որը կարող է լինել մայք, կարող է լինել, չգիտեմ, անկողնային պարագաներ, ցանկացած բան։ Դրա համար կունենան ընդհանուր համայնքապետարանը կունենա բաժին, որը պետք է ունենան հենց այդ մենեջերները, որոնք որ մտածեն ինչ ստեղծել, ինչ ծախել։ Ժողովուրդ, համայնքապետարանի փուն գործունեության իմաստը այսօր պետք է փոխվի։ Այդ ստերեոտիպը պետք է գործի նստին մինչև 6-ը, 6-ին ելի ներտան տուն, պետք է վերանա։ Համայնքն այսօր պետք է ծրագրեր իրականացնի։ Եվ ավելի շատ ձեն կբերե ձեզի, ձեր ծրագրային փոփոխությունները ժողովրդի լավ ապրելը, քան այդ կաբինետում նստած մի հոգին կոֆե խմող, որն որ ձեզի հետագայում կարող է 4-ից 20 հատ ձեն բերել, բայց կարող է նաև չբերել։ Առևտրի բաժինը լրիվ պետք է ռեֆորմների ենթարկվի։ Կրթություն, մշակույթ, սպորտ, իրեք բաժին են բացել, իրեք բաժին նախարարությունը միակն է, բայց համայնքապետարանում դրանք 3 հատ տարբեր բաժիններ են, իրաց բաժնի պետերով, բաժնի պետերի տեղակալներով, բաժնի պետերի աշխատող, միացրեք իրար, ստացեք մեր բաժինը, այն երկու ավելցած հաստիկների հաշվին ձևավորեք 2 նոր բաժին, համայնքի թվայնացում և տուրիզմի զարգացում։ Բայց մի բերեք ձեր բարեկամներին, ձեզի ձեն ապահովողներին, ձեզի բարև տվողներին, այլ բերեք մասնագետներին։ Եվ վերջացրեք այդ պրակտիկանով պետք է գործի նստի մինչև 6-ը, ստանա 160,000 դրամ փող, 3 ամիսը մեկ պրեմիա, աշխատի, չաշխատի, իրանն ունի։ Այն կոմունալի բանվորներ քիշեր ցերեկ փողոց կաբլե, թոզ գշնչե, ավտոյի տակ կգնի ու չգիտեմ ինչ կենե, կստանա 100,000 դրամ։ Վերևը կոֆե նստող առաջի կարգի մասնագետը 180,000 դրամ գումար։ Աբսուրդ է։ Ռեֆորմները մեզ պետք է եղնին, որ մենք կարողանանք հասկանանք, որ դրանք եղան։ Ես մարզի գործարարների հետ, խանութների հետ շփվելուց Արթուր ջան կսե, կեստակ դու կուզենք չմանգստանանք, կզանգենք զն քաղաքապետարանից մարդ է եկի։ Գերգ կուկամ ինչ եղեք սեզ, իբլի փողը դու։ 12 նորից զանգ, կուկամ ինչ եղ այախ պրես, ռեկլամի փողը դու։ Էլու կուկամ ինչ եղե, չիրեմ, սոր փողը դու։
լավ հնարավոր չէ դուք հստակ մեծ ցուցակով տանը տալու գերջան սկասիկ բուծե բրձի դուք 4-ը 5-ը մասնագետ կպայեք որպեսզի մեր թղթի մեջ ներառված ինֆորմացիան մի օգում տա կամ որ տառն է ինֆորմացիան թղթի կուտակ SMS-ը չգիտեմ SMS-ը SMS դրա համար մեզ թվային բաժին է պետք որպեսզի քաղաքը ամբողջությամբ թվայնացվի միակ փրկություն է քաղաքի դիք թվայնացնել ծախսերը մարդկանց ինֆորմացիաները բերեք նայեք իշքան արտերկրում ապրող Ռուսաստան, Ամերիկա, չգիտեմ, որտեղ ապրող հայերը պարտքեր ունին Հայաստանում։ Զիբլի փող, գույքի փող, սիքսիքս մարդը քսախտերս չեմ ապրել, զիբլի փող է եկել։ Չեմ ախպերս, բայց մի կրնան, մամ դիմում կրե, հակսեմ դիկամ Հայաստան։ Հա բացեք այդ բանը տվեք մարդը կարողանա իր պարտքը բուծել, մի ադմ է դիմում տա որ ախպեր ջան, ես Հայաստան չեմ։ Շատ կարևոր է թվայնացումը։ Մենք ունենք ինչ կոչվեց նախարարությունը, նոր տեխնոլոգիայի նախարարությունը, ինչ է, անիմաստ է բանում է դիգեն բայել։ Դստեղ եմ խնդիրը, սած որ կարելի է Գյումրիից սկսել, շարունակել ռետրանսլյացիանել մնացած քաղաքների վրա։ Ես ինչ ասեմ, պաշտոնապես եմ, ես պաշտոն չունեմ, բայց ամենայն դեպս ես ամենայն պատասխանատվությամբ կարտահայտվեմ, չկա Գյումրիում որևիցե մեկ պրոբլեմ, որի լուծումը չկա, ու չկա դրա ծրագրերը։ Տուրիզմի զարգացում կուզեք, ծրագիրը կա, բնակվոնքի ավելացում մարդկանց բնակարաններով ավելացնել, ծրագիրը ճանապարհային քարտեզով կա, շների խնդիր, ծրագիրը ճանապարհային քարտեզով կա, ինչ կուզեք այնտեղ, աշխատատեղերի ստեղծում դրած է, ծրագիրը ճանապարհային քարտեզով։ Այսօր այնքան հեշտացել ամեն ինչ նորա կա chat GPT, դուք միտքդ կուտաս, ինքը դիքի գեներացտե, մադմե սաղ աշխարհի փորձը քաղաքի գլստե տեղ, իրար հետ կնստիկ, խերքերքի կուտակ ու մեկի հոպ, ծնվավ սաղ։ Տբեց հանես թարգմանեց հայերեն քշինք առաջ գնաց։ Չկա որևիցե խնդիր, որը այսօր Գյումրեցուն կամ հայ ազգին ներսում կան անգստացնել եւ դրան լուծում չկա։ Ցանկացած խնդրի լուծումը կա, դիմեք, խնդրեմ կուտա։ Սրանից է կախված, թե իշքան ժամանակ հետո կսկսենք մենք աշխատելը կամ քննադատելը կամ բարգավաճելը։ Հա, ես կողմնակից եմ նրան, որպեսզի ապագանին ընդունե օրենք, որ համայնքապետը ընդունել է բյուջեն 4.7-ով, 4 միլիարդ 700 միլիոնով, իր կառավարման ընթացքում հասցրել է, չգիտեմ, 8 միլիարդի, այդ գումարի ինչ որ չափ 1%-ն է, 0.5-ն է, 0.2-ն է, ինչ որ չափ գումար, մինչև կյանքի վերջ ցմա այդ մարդը տարեկան պետք է ստանա։ Սա ստիմուլ է, որպեսզի այդ մարդն աշխատի, բերեք կմարտուն, մարդիկ այսօր փող կծախսեն ընտրությունների կմասնակցեն։ Հարց տվել եք, թե այդ ընտրություններին մասնակցելուց ուր տեղից պետք է այդ գումարը դուրս տա։